Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, աշխատանքային շաբաթը սկսված է, մենք սկսում ենք մեր ուղիղ եթերը, սկսվել է նաև կանանց միամսյակ, ինչի արդիվ առաջին հերթին Մարինա քեզ եմ շնորհավորում։ Շնորհակալ եմ Մեր շատ, կանանց, Սևակ։ ովքեր աշխատում են ապակուց այն կողմ եւ մեր բոլոր ռադիո լսողներին, կանանց աղջիկներին, մաղթելով միայն սեր ու երջանկություն։ Սեր, ժպիտ ու արև, շնորհակալ եմ շատ Սևակ ջան, ես էլ միանում եմ շնորհավորանքներին, շնորհավորում եմ ձեր ընտանիքի բոլոր կանանց, մեր գործընկերուհիներին եւ թող գարունները մեր կյանքում լինեն անպակաս։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, 9:31 րոպե լսում եք եւ դիտում եք Սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը, ես Մարինա Գրեգն եմ, ինձ հետ տաղավարում աշխատում է Սևակ Հակոբյանը, 1.5 ժամ լինելու ենք միասին եւ ինչպես միշտ ձեզ փոխանցելու ենք դրական լիցքեր։ Այո, մեզ կարող եք 107.7 հաճախականությունից զատ նաև տեսնել հանրային ռադիոյի Facebook-յան էջում, այստեղ մեկնաբանությունների դաշտը մենք պարբերաբար թարմացնում ենք եւ ընթերցում ձեր հարցերը, ողջույնները, բարեմաղթանքները եւ ուղիղ կապի հեռախոսահամարը մշտապես գործում է 55 3702։ Եվ իհարկե սպասելու ենք ձեր մեկնաբանություններին, այսօր շատ հետաքրքիր բարեկամական, եղբայրական եթեր է մեզ սպասվում, որովհետեւ այսօր մարտի 10-ին աշխարհում նշվում է ազգերի բարեկամության ընկերության օրը։ Հայաստանը իհարկե շատ բարեկամ ընկերներ ունի տարբեր երկրներից, բայց այսօր առանձնացրել ենք մի հետաքրքիր երկիր, պետություն, որտեղ եղել ենք եւ ես եւ Սևակը, հասցրել ենք հիանալ, ասեմ ավելին սիրահարվել, այդ մասին իհարկե րոպեներ անց կխոսենք։ Այո, բայց մինչ այդ եթերաժամի սկզբին մենք ձեզ հետ կիսվում ենք այն տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է տանից դուրս գալուց առաջ եղանակի կանխատեսումներ, խցանումներ, տարադրամի փոխարժեք եւ նաեւ փակ ու բաց դժվարանցանելի ճանապարհներ հանրապետության տարածքում։ Իհարկե, համեմելու ենք լավ երաժշտությամբ, որն անպակաս է մեր եթերից ու նաեւ ժամը 10-ին լուրերի թողարկումն է մեր եթերում, մեր գործընկերները ձեզ կներկայացնեն վերջին ժամի աշխարհի եւ Հայաստանի մասին ամենակարևոր իրադարձությունները։ Մարինա, ինչպես մեկնարկեց կանանց միամսյակը քեզ մոտ։ Շատ լավ, հրաշալի, հա, ես սիրում եմ մարտի 8-ը եւ կանանց միամսյակը, որովհետեւ ինձ համար դա հենց գարնան գալուստն է կարծես խորհրդանշում ու կապ չունի արդեն անձրև կլինի թե չի լինի ու իհարկե շատ հաճելի է, անցյալ օրն էլ խոսեցինք, որ կանայք գնահատված են լինում եւ սիրված ոչ միայն հենց մարտի 8-ին կամ մարտի 8-ից ապրիլի 7-ը, այլև մշտապես, որովհետև կին լինելը իսկապես բարդ է, հաճելի է, բայց բարդ է։ Եվ բնականաբար, այո, տղամարդիկ պետք է փորձեն այս ամիս առավել մեծ ուշադրություն դարձնել իրենց կանանց, մայրերին, աղջիկներին, թեև դրա կարիքը կա տարին 12 ամիս, բայց հիմա առավել ընդգծված է, նվերների, գեղեցիկ։ Ուզեի, որ չնայած դրսում 2025 թվականն է եւ կարծես թե կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված թեմաները այս օրերին մի քիչ մղվում են երկրորդ պլան եւ առաջ են գալիս ծաղիկներն ու փուչիկները, այդ թող իսկապես տարիներ անց այդպես լինի եւ կանանց իրավունքների պաշտպանության մասին գոռալու ու գոչելու կարիք չլինի, այլ ուղղակի տոնը նշվի որպես գեղեցիկը գնահատող տոն։ Այո, այստեղ անելիք բոլորն ունեն, հասարակությունը, պետությունները, մարդիկ, անհատները, նաև ուժեղ կանայք, որոնք իրենց օրինակով, իրենց անցած ծանր ճանապարհով կիսվելով ոգեշնչում են երիտասարդ կանանց ու աղջիկներին եւ վստահ եմ, որ այս մեկ ամսվա ընթացքում առավել շատ առիթներ կունենանք անդրադառնալու կանանց, ուժեղ կանանց, նաև նրանց խնդիրներին, լուծման ճանապարհներին, բայց այսօր, ինչպես Մարինան նշեց, մի փոքր այլ թեմայի ենք անդրադառնալու բարեկամ ազգերի մասին եւ խոսելու ենք Հայաստանի եւ արի ասենք Մոնտենեգրոյի, սիրելի Մոնտենեգրոյի բարեկամական կապերի մասին եւ տաղավարում հյուրընկալելու ենք այնպիսի մարդկանց, որոնք կպատմեն այդ բարեկամության մասին։ Մենք էլ ընթացքում իհարկե կպատմենք, որովհետեւ հասցրել ենք շատ լավ տեղեկություններ հավաքել, ծանոթանալ այդ հրաշք երկրին, Մոնտենեգրո, Չեռնոգորիա կամ ինչպես հենց իրենք են ասում Ցեռնագորա, խոսելու ենք երկու ժողովուրդների նմանությունների ու ինչու ոչ նաև տարբերությունների մասին, մշակույթների, պատմությունների, նմանությունների մասին, իսկ դրանք հավատացեք շատ են, եթե ծանոթ չեք այդ երկրին, ես ձեզ վստահեցնում եմ, այսօր դուք սիրահարվելու եք եւ գոնե հետաքրքրություն ունենալու եք մեկ անգամ այնտեղ լինելու։ Մենք արդեն զանգ ունենք։ Եթերը չսկսված, այո, արդեն զանգ ունենք, տեսնենք ով է մեզ միացել։
Բարի լույս Սևակ ջան, Մարիա ջան։ Ողջույն, ում հետ ենք խոսում։ Գագիկն է Էջմիածից։ Ձեր օրոք ես առիթ չեմ ունեցել միջամտելու եթերին։ Ահա։ Չեք միջամտում, հաճելիորեն։ Շնորհավորում եմ Մարիա ջան։ Յուրակալվում եք։ Շնորհակալ եմ։ Գագիկ կապակցությամբ, քո գլխավորությամբ հանրային ռադիոյի բոլոր քո գործընկերուհիներին, մաղթելով առողջություն, կանանցի երջանկություն, արևշատություն, լավ տրամադրություն եւ Աստծո կամքով ինչ կարեւորագույն նպատակներ որ ունեք, թող Տերը ի բարին կատարի։ Բարի մեկամսյակ։ Շնորհակալ ենք, մենք էլ ենք միանում ձեր շնորհավորանքներին։ Եվ ձեզ լավոր ենք մաղթում, ահա առաջին զանգը դրական հաճելի բարեմաղթանքներով, դա իհարկե շատ կարևոր է եւ ընդհանրապես խոստովանությունը շատ կարևոր է։ Կապ չունի ընկերոջը, ընտանիքի անդամին, բարեկամին, այո։ Ուղղակի հաճելի է, երբ խոստովանություն են անում եւ ջերմ խոսքեր են ասում, դա կարելի է հաճախ անել եւ շռայլել։ Եթերաժամի սկզբին հիշեցնենք, որ առանց սեր չկա գարուն, այս անգամ այս գեղեցիկ երգը լսենք cover տարբերակով Գրիշ Աղախանյան, Կարինա Արուստամյան եւ The Band։ Բարի լույս։ Ինչն է կարևոր մեր այս կարճ կյանքում, որ բաները մեր մեծ հոգում։ Սերը ես կասեմ, միայն սերն է դա, նվեր հոգու, Աստված վկա։ Առանց սեր չկա գարուն, Առանց սեր չկա միտում, առանց սեր անզոր ենք մենք ու գործված ենք, սիրո մեջ կա մեծ հարև, սերն է մեծ Աստծո պարգև, և սիրո ալիքներում մենք լողում ենք, խաղաղվում մենք Նա քոչվում է երգ, որ ծնվեց սիրուց, բարի մաքուր, հավերժ Աստծուց։ Եվ այս երեկո այս սիրուն պահին երգում ենք մենք սիրո մասին, առանց սեր չկա գարուն, Առանց սեր չկա միտում, առանց սեր անզոր ենք մենք ու գործված ենք, սիրո մեջ կա մեծ հարև, սերն է մեծ Աստծո պարգև, և սիրո ալիքներում մենք լողում մենք խաղաղվում ենք, առանց սեր չկա գարուն, Առանց սեր չկա միտում, առանց սեր անզոր ենք մենք ու գործված ենք, սիրո մեջ կա մեծ հարև, սերն է մեծ Աստծո պարգև, և սիրո ալիքներում մենք լողում ենք, մենք լողում ենք, խաղաղվում ենք, խաղաղվում ենք, ինչն է կարևոր մեր այս կարճ կյանքում, որ բանն է դա մեր մեծ հոգում։
սերը ես կասեմ, միայն սերն է դա։ Սիրում եմ քեզ։ Ինչն է կարևոր մեր այս կարճ կյանքում։ Իհարկե, սերը։ Սուրճ ու սեր առավոտից։ Սիրո կարևորությունը հիշեցնելով շարունակում ենք մեր եթերը 9:40 հանրային ռադիոյի ուղիղ եթերում մեկնարկել է արդեն սուրճ ու սերը առավոտից եւ թեև ուրբաթ օրը մենք առիթ ունեինք, չէ՞, կանանց միամսյակի մասին խոսելու, անդրադառնալու, այսօր էլ կարծես այդ տրամադրությամբ սկսեցինք մեր եթերը։ Եվ իհարկե, այո, այս կարճ կյանքում, որ գիտակցում ենք, որ կարճ է, հասկանում ես, որ շատ կարևոր է սերը իր տարբեր դրսևորումներով եւ շատ լավ է, երբ մարդը ունի սիրելու ունակություն, որովհետեւ իրականում դժբախտությունը երբ չես կարողանում սիրել։ Ու այստեղ կապ չունի միակողմանի է այդ սերը, անպատասխան է թե ոչ, միայն այն, որ դու կարողանում ես զգալ այդ էմոցիաները, հույզերը, զգացմունքները արդեն իսկ մեծ երջանկություն է։ Դեպ սիրել ու գնահատել կարևոր է նաև ցանկացած պահը եւ նաև սեր ունենալ եւ ջերմություն անկախ եղանակային պայմաններից, անդրադառնանք եղանակին, այս պահին մայրաքաղաքում +7 է, ինչը արդեն չափազանց հաճելի է, ինչ վերաբերում է ամբողջ օրվա կանխատեսումներին, ապա ասենք, որ առանց տեղումների եղանակ է սպասվում թե հանրապետության ողջ տարածքում եւ թե նաև Երևանում, օդի ջերմաստիճանը մարտի 10-ից մինչև 14-ը դեռ էլի է բարձրանալու 5-ից 8 նիշով եւ այսօր մայրաքաղաքում ցերեկը պատկերացնում եք արդեն +19-ն է լինելու երեկոյան շատ տաք ենք հագնվել +12, իսկ գիշերը +2-ից +4, այսինքն մինուսին հրաժեշտ տվեցինք առնվազն մայրաքաղաքում։ Ընդհանրապես լսել եմ, ասում են, չգիտենք ով է ասում, բայց ասում են, որ այս մարտը ամենատաք մարտն է լինելու վերջին շրջանի։ Դե հաշվի առնելով, որ մարտի սկզբին արդեն այսքան տաք է, բարձր ջերմաստիճան, իսկապես հրաշալի է։ Մենք գոհ ենք, մնում է, որ բնությունը գոհ լինի եւ դրանից բնությանը որևէ վնաս, այսպես ասած, չլինի։ Հատկապես գյուղատնտեսությանը, չէ՞, մենք քաղաքում հարմարվում ենք ցանկացած եղանակի, ինչ կա բայց չենք հարմարվում խցանումներին, մինչև Սևակը կտեսնի թե մայրաքաղաքի փողոցներում ինչ իրավիճակ է, նշեմ, որ Հայաստանի տարածքում վերջին ժամի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ, փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ Բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարիլիճ եւ Ամբերտ ամրոց տանող ավտոճանապարհները, իսկ Ստեփանց-Մինդալ-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այնուամենայնիվ դեռևս երթևեկենք ձմեռային անվադողերով, մարտն է։ Այո, մայրաքաղաքում խցանումային նիշը 6 է, բավականին շատ են խցանված փողոցները, հատկապես փոքր կենտրոնում, Կորյունը միակողմանիորեն դեպի բժշկական համալսարան գնացող հատվածը խցանված է, Կորյունին զուգահեռ Տերյանը թե բարձրացող, թե իջնող հատվածներում բավականին այսպես կարմիր է գույնը, Խանջանը դեպի վերև բարձրացող, այս կողմը ռադիոտոն հատվածը խցանված է, Հանրապետության հրապարակ մտնող հատվածը Ամիրյանի եւ դուրս եկող դեպի Տիգրան Մեծի դեպի Հանրապետության հրապարակ կրկին բավականին խցանված է։ Այստեղ Իսակովի վրա էր կանգ առել մի բան։ Այո, Իսակովի պողոտան, դեպի կենտրոն ընթացող հատվածը, հատկապես Երևանյան լճի մոտակայքում, Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ ընթացող հատվածը եւս դժվար անցանելի է, նաեւ Մաշտոցի պողոտան դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց ընթացող հատվածը։ Այնպես որ զգոն եղեք, զինվեք համբերությամբ, սիրելի վարորդներ, խցանման այսպես ծանր րոպեները առավել հաճելի կարող են դառնալ, երբ միանաք մեզ, այնպես որ եթե կկայանեք կամ այսպես շատ կանգնած խցանում կլինի, կարող եք նաև մեզ զանգահարել 55 37 02։ Եվ իհարկե գրել մեկնաբանություններ Facebook-ում, որովհետև մեր լայվը գործարկված է, իսկ մենք սիրում ենք կարդալ ձեր բոլոր մեկնաբանությունները։ Եվ մինչ այդ նաև անդրադառնանք տարադրամի փոխարժեքին, այսօր ըստ Կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքը 394 դրամ 58 լումա է, եվրոյինը 428 դրամ 4 լումա, ռուբլունը 4 դրամ 47 լումա։
Եվ Facebook-ում արդեն ունենք ողջույններ, Դավիթ Ղուկասյանը բարի լույս բոլորին, լավ արդյունավետ օր բոլորիս, շնորհակալ ենք։ Մեր գործընկեր Էդգար Ամիրխանյան մեքենայի ստիկեր է ուղարկել, հավանաբար նախասանման մեջ է այս պահին։ Նունի Ասատրյանը եւ Արտակ Մխիթարյանը կրկին բարի լույս են մեզ մաղթել, իսկ Էդիկ Բաբուջյանը ծաղկի եւ սրտի տեսքով էմոջիներ է ուղարկել։ Շատ հաճելի է։ Շատ հաճելի է, շատ շնորհակալ ենք։ Դե ինչ, մենք շարժվում ենք առաջ շատ բարձր տրամադրությամբ եւ այսօր խոսում ենք Հայաստանի բարեկամ երկրներից մեկի Մոնտենեգրոյի մասին, ինչու հենց Մոնտենեգրոյի մենք մտածում էինք, ճիշտն ասած, երբ իմացանք, որ այսօր ազգերի բարեկամության օրն է, առաջինը այսպես Հունաստան, Ֆրանսիա, եկավ Վրաստան, այո, բայց հետո այսպես նայեցինք իրար ու ասացինք ինչու ոչ, ինչու չխոսենք Մոնտենեգրոյի մասին, որովհետև երկու ազգերը իրար շատ նման են, թե պատմությամբ, թե մշակույթով Եվ երբ Մոնտենեգրոյի փողոցներում քայլում էինք ու մեզ պատմում էին այդ երկրի մասին, ես հիշում եմ, թե որքան զարմացած էինք, որ ունենք այդքան նմանություններ եւ մենք միշտ ես ու Լուսինեն ասում ենք, որ չեռնոգորցիները, մոնտենեգրացիները կարծես հայեր լինեն, այդ հպարտությունը նույն ունեն Եվ երբ փողոցով քայլում են ու դու տեսնում ես նրանց հպարտ կեցվածքը, ունեն հումորի շատ սուր զգացում եւ երբ որ նրանք հումոր են անում, ուղղակի պետք է հասկանալ այդ հումորը ու շատ հաճախ դա եւս նմանեցնում են հայերին։ Եվ ինչու ոչ Չեռնոգորիան նաև կարելի ասել նոր ուղղություն է, չէ՞, հայերիս համար, այնպես որ այսօր առիթը բաց չթողնենք, ներկայացնենք այս երկրի պատմությունը, տեսարժան վայրերը, հատկապես որ վիզային ռեժիմ ամառային էսլավ ամիսներին չի գործում, այո, չկա ամառային ամիսներին մինչև աշուն, այնպես որ հրաշալի առիթ է Եվրոպայի գեղեցիկ անկյուններից մեկում գտնվող այս երկիր այցելել, ծանոթանալ, սիրահարվել։ Ես զգուշացնում եմ, դուք սիրահարվելու եք, այնպես որ մտածեք գնալուց առաջ։ Ինչ է առհասարակ ազգերի բարեկամության օրը, հասկանանք։ Խորհրդանշում է տարբեր ազգերի եւ մշակույթների միջև խաղաղությունը եւ համագործակցությունը եւ ունի մի քանի հիմնական գաղափար։ Ազգերի միջև խաղաղություն եւ համերաշխություն, խթանում է ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքը եւ համակեցությունը, այո, մշակութային բազմազանության գնահատում նպաստում է տարբեր ազգերի, ավանդույթների, լեզուների եւ մշակութային ժառանգության պահպանմանն ու փոխանակմանը, ազգերի միջև համագործակցություն խրախուսում է դիվանագիտական, տնտեսական, կրթական եւ մշակութային կապերի ամրապնդումը, խտրականության եւ ատելության դեմ պայքար նպաստում է ռասայական, էթնիկական եւ կրոնական հանդուրժողականությանը եւ այս օրը կարելի է դիտարկել տարբեր անկյուններից, քանի որ ընդգրկում է բազմաթիվ գաղափարներ եւ արժեքներ, պատմական եւ գաղափարական նշանակություն, միջազգային եւ ազգային եւ ինչպես է նշվում, մշակութային միջոցառումներ են անցկացվում, ուսուցողական տարբեր ծրագրեր ու նաև դիվանագիտական տարբեր միջոցառումներ։ Այո, մեր աշխարհը այսօր առավել քան երբևէ իսկապես ունի ընկերության, համագործակցության եւ համերաշխության կարիք։ Թվում էր, թե երբ դպրոցական էինք տարիներ առաջ ուսումնասիրում էինք աշխարհի պատմությունը, տարբեր տեղեր, կռիվներ, պատերազմներ, դա կարծես անցյալում էր մեզ համար թվում, մինչեւ որ եկանք մեր օրեր եւ թե մեր երկիրը եւ Արցախը չէ ներկայացվեց պատերազմի մեջ տարիներ առաջ եւ թե ամբողջ աշխարհը, այնպես որ շատ կարեւոր է այսօր առավել քան երբևէ խոսել ազգերի համերաշխության ու համագործակցության մասին։ Դա շատ կարեւոր է։ Ինչ վերաբերում է հայերին եւ չեռնոգորցիներին, չնայած իրենց տարբեր պատմական եւ մշակութային ծագմանը, ունեն մի շարք հետաքրքիր նմանություններ կապված ազգային ինքնության, պատմության, բնավորության եւ այո, նույնիսկ կենցաղի հետ։ Առաջինը պատմական պայքար եւ ինքնության պահպանում։ Երկու ժողովուրդներն էլ դարեր շարունակ պայքարել են իրենց անկախության համար։ Հայերը օսմանյան, պարսկական եւ այլ նվաճողների դեմ, իսկ չեռնոգորցիները օսմանյան կայսրության եւ այլ մեծ տերությունների ճնշման դեմ։ Մյուս նմանությունը պատմական պայքարի ու ինքնության պահպանման համատեքստում այն է, որ երկու երկրներն էլ փոքր են, ազգություններն էլ, բայց հպարտ ազգեր են համարվում եւ մեծ կարեւորություն են տալիս այո սեփական ինքնության պահպանմանը։ Իդեպ այնտեղ կա քաղաք Ցետինյև,
հին մայրաքաղաքն է Մոնտենեգրոյի եւ այն աչքի են կնում նրանով, որ Ցետինիեն միակ քաղաքն է եղել, որ թուրքական հարձակումներին չի ենթարկվել եւ երբ ասում են օրինակ, չգիտեմ, Սևակը Ցետինիայի բնակիչ է կամ լավ Միլոշը Ցետինիայի բնակիչ է, յուրահատուկ հարգանքով են վերաբերվում Ցետինիայի բնակիչներին եւ նրանք էլ յուրահատուկ մի տեսակ տարբերվող հպարտությամբ են քայլում, որովհետեւ դա միակ քաղաքն է, որ չի ընկել, այո։ Հետաքրքիր է եւ հենց հաջորդ կետը, որ առանձնացրել ենք, իդեպ այս անգամ փորձել ենք նաեւ դիմել արհեստական բանականության օգնությանը, երկու մեր ազգերի բարեկամությունը եւ համընդհանրությունները առանձնացնելու համար, զորեղ ազգային ինքնությունն ու հպարտությունն են, երկու ազգերն էլ հպարտ են իրենց ծագմամբ, պատմությամբ եւ մշակույթով, դե մենք մերը գիտենք, որ այդպես է, նաեւ ներկայացնում ենք չեռնոգորցիների մասին եւ նրանք ինչպես հայերը կրկին դիտարկվում են որպես դիմադրության ու տոկունության խորհրդանիշ։ Չեռնոգորցիների մոտ, ինչպես հայերի մոտ, շատ կարևոր է ընտանիքը եւ ավանդույթները։ Երկու ժողովուրդների մոտ այն իհարկե սրբությունը եւ ավագ սերունդներին մեծ հարգանք են ցուցաբերում, ավանդական արժեքները մեծ դեր ունեն թե հայկական, թե չեռնոգորյան մշակույթներում։ Ահա, հաջորդը բնականաբար կրոնն է, դավանանքը, մենք գիտենք հայերս առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք համարվում 301 թվականին ընդունելով քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ ինչ վերաբերում է Չեռնոգորիային, նրանք նույնպես դարերով եղել են քրիստոնեական, մասնավորապես ուղղափառ երկիր, թեև տարածքում չէ, նաև այլ դավանանք ունեցող ազգեր են ապրում։ Այո, եւ երբ գնում ես Մոնտենեգրոյի ցանկացած եկեղեցի, առաջինը երբ քահանան մոտենում է, հարցնում է ինչ հավատքից եք, անպայման ճշտում են, նրանք շատ լուրջ են վերաբերվում դրան եւ այնտեղ սարի գլխին ամպերից մի քանի մետր ներքև ընդամենը, այսինքն ամպերն ավարտվում են, ժայռը սկսվում է եւ միանգամից փորված է ժայռի մեջ իրենց ամենահին վանքերից աղոթատեղիներից մեկը Օստրոգը, որը նաև ուխտատեղի է, ամբողջությամբ սպիտակ է։ Վիրտուալ ճամփորդության ենք ասել։ Հա, եթե գնաք Մոնտենեգրո, անպայման գնացեք, իհարկե, երբ սեզոն չէ, 1.5 ժամ մեքենայով գնում ես ճանապարհ, բայց ասում են, որ շատ մարդիկ ոտքով են գնում այնտեղ, որովհետև դա ուխտատեղի է, եւ առաջին անգամ, երբ ես ու Լուսինեն տեսանք այդ տեսարանը, որ գետնին փռված էին տարատեսակ կտորներ, բարձեր, մարդիկ ընտանիքներով, նորածին երեխաների հետ գալիս են այդտեղ ամիսներով ապրում են, գիշերում են, մինչև որ իրենց ուխտը ի կատարածվի, շատ տեսարանը տպավորիչ էր, բայց միաժամանակ մեզ համար մի քիչ վաու ու բարդ էր, որ նայում ես ու ասում ես լավ, իրոք ես մի տեսակ եմ, որ հետո դուրս եկանք կարկամած չէի կարողանում խոսել, որովհետև նման տեսարան ես չէի տեսել իսկապես։ Որպես ուխտատեղի։ Որպես ուխտատեղի, հա, կարծում եմ, որ մեկ անգամ գոնե գնալ տեսնել արժե։ Այո։ Եվ հաջորդ կետը այն է, ինչ մենք մեր մասին մշտապես ասում ենք, դա հյուրընկալությունն է, բարեկամությունը, նույնը նաև կարելի է Չեռնոգորցիների մասին ասել, իրենք եւս բաց են ջերմ ընդունելությամբ են դիմավորում մարդկանց եւ հյուրասիրությունն ու հարազատական կապերը կենցաղում չափազանց կարեւորվում են։ Այո, եւ պատմական կապեր Բալկանների հետ, հայերը պատմության ընթացքում կապեր են ունեցել Բալկանյան տարածաշրջանի հետ, հատկապես Բյուզանդիայի եւ Օսմանյան կայսրության ժամանակներում եւ նույնպես Չեռնոգորցիները ունեցել են, գիտեիր, սփյուռք։ Ահա։ Եվ հայկական համայնքները հաճախ առնչվել են նրանց հետ։ Ահա, այս թեմային բնականաբար եթերի ընթացքում դեռ կշարունակենք անդրադառնալ, քանի որ մեր հյուրերն էլ հենց Մոնտենեգրոյի, Չեռնոգորիայի հետ կապ ունեն։ Մարինա, քանի որ խոսում ենք այսպես ազգային մշակույթ եւ այլն, միանգամից ուզեցի, որ մենք ինչ-որ ժողովրդական երգ լսենք, ժամանակակից անպայման կլսենք։ Ես հիշեցնեմ, որ այսօր տաղավարում հյուրընկալելու ենք Հայաստանում Մոնտենեգրոյի պատվավոր հյուպատոս պարոն Հրաչյա Մուսայելյանին եւ հայ-չեռնոգորյան հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը նպաստած ուղղակիորեն եւ Մոնտենեգրոյում երկար տարիներ ապրած իմ սիրելի Նինա Հայրապետյան Հայդուկովիչին։ Այնպես որ ժամը 10-ի եթերաժամից հետո արդեն նրանց ենք հյուրընկալելու, այս պահին երաժշտական դադար եւ րոպեներ անց միանալու ենք ռադիոլուրին լսելու վերջին ժամի թարմ տեղեկությունները։ Yar
Սուրբ նշան յարմ գորանի մատանից քեզի նշան մշոգորանի մատանից քեզի նշան մշոգորանի մշոգորանի մութ գիշերին դուրս ելամ բելա քուլա քուլա կգաթե մարմար քարեն յարս ինձ համար գուլա կգաթե մարմար քարեն յարս ինձ համար գուլա զով գիշեր լուսնյա գիշեր աղջի դուր ես կարոթի անմար գիշեր ծարավ եմ ջուր ես կարոթի անմար գիշեր ծարավ եմ ջուր ես ծարավ եմ ջուր ես ծարավ եմ ջուր ես ալագյազի փեշերնինո բակեմ յարիս թշերնինո ալագյազի փեշերնինո բակեմ յարիս թշերնինո ախ նինո նինո նասավ չէ ես տխուր եմ յարս կեֆի մեջ ախ նինո նինո նասավ չէ ես տխուր եմ յարս կեֆի մեջ Արի խաղան կար կտիկնինո իտամ քզի խտխտիկնինո Արի խաղան կար կտիկնինո իտամ քզի խտխտիկնինո Ախ նինո նինո նասավ չէ ես տխուր եմ յարս կեֆի մեջ Ախ նինո նինո նասավ չէ ես տխուր եմ յարս կեֆի մեջ Վանքի բոլոր մանր նուրև այնար է յարեր վայես Սիրած յարին կսին ծուր է գերոնի պես հալվայես Այնար է յարեր վայես 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 գերոնի պես հալվայես Սուրճ ու սեր առավոտից։ Շարունակվում է Սուրճ ու սերը առավոտից 9:58 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ ուրախ ենք տաղավարում ողջունել Ռադիոլուրի մեր գործընկերոջը Հասմիկ Մարտիրոսյանին։ Բարի լույս, բարի լույս։ Շնորհավորում ենք գեղեցիկ տոնի արդիվ, մենք առիթ չենք ունեցել զրուցելու միասին, թող ժպիտները անպակաս լինեն եւ միշտ լինեք գնահատված, սիրված։
Փոխադարձ շնորհավորում եմ ձեզ, սիրելի Մարինա, մեր ունկնդիրներին, համացանցի հետևորդներին, թող միայն արևոտ օրեր լինեն մեր կյանքում։ Եվ ձեր դեպքում ամենակարևորը միշտ լավ եւ դրական լուրեր հայտնեք, լուրերը լինեն համագործակցության, համերաշխության եւ խաղաղության մասին, ինչի մասին էլ այսօրվա մեր եթերն է, քանի որ այսօր ազգերի բարեկամության օրն է նշվում ըստ օրացույցի։ Հասմիկ լրահոսը, ինչպես միշտ, համապատասխանում է երկուշաբթի օրվա առավոտվա ծանր գրաֆիկին։ Այո, չնայած որ քո խոսքում նշեցիր, որ բարի լուրերի, լավ դրական լուրերի կարիք ունենք, այսօրվա մեր լրահոսը անկեղծ ասած չի առանձնանում դրական լուրերով, Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն են գերակշռում հիմնականում, կանդրադառնանք այդ թեմային, հայերի իրավիճակին, ինչպես են այնտեղ զգում իրենց եւ այլ միջազգային կարևոր թեմաների։ Հասկանալի է, այժմ խոսքը ռադիոլուրինն է։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, եթերում ռադիո լուրն է, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանը, ժամի թեմաները նախ համառոտ։ Ինչ օրակարգով է Արարատ Միրզոյանը մեկնում Հնդկաստան եւ ինչ հանդիպումներ են նախատեսված։ Լաթաքիայի բնակիչները զգուշանում են դուրս գալ մանրամասներ Սիրիայում բախումների հետևանքով հայ համայնքում տիրող իրավիճակից։ Սիրիայում խաղաղ բնակչության դեմ վայրագությունները անընդունելի են, հայտարարում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։ Թեմաները ընդգրկուն վայրկյաններ անց։ Նախ տեղեկացնենք այսօր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան, արտգործնախարարությունից հայտնում են ծրագրված է նախարարի հանդիպումը իր պաշտոնակցի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջանշաքարի հետ։ Նախատեսված են նաև այլ հանդիպումներ եւ քննարկումներ, այդ թվում համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ Այցից առաջ Միրզոյանը այն խորհրդանշական է համարել հիշեցնելով, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Արտաքին գործերի նախարարը մասնավորապես ասել է. «Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին միտված առավել խորը համագործակցության նոր ուղիների բացահայտմանը, ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ»։ Անցած ամիս էլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր մեկնել Հնդկաստան։ Հանդիպել էր իր պաշտոնակցի Ռաջնաթ Սինխի հետ, նրանք քննարկել էին պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն է դատապարտել Սիրիայում տեղի ունեցածը, մասնավորապես X-ի միկրոբլոգում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դը Կոնտիին ընդգծել է. «Սիրիայում խաղաղ բնակչության դեմ իրականացված վայրագությունները անընդունելի են, բնակչության պաշտպանությունը պետք է երաշխավորված լինի, այս հանցագործությունների մեղավորները չեն կարող անպատիժ մնալ»։ Սիրիայի Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքում ներկայում համեմատաբար հանգիստ է, այս մասին էլ փոխանցել է Զարթոնք պարբերականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ Նա պատմել է, որ Սիրիայում գործող երկու ահաբեկչական կազմակերպությունները Համզաթը եւ Ամշաթը վարձկան զինյալներով են համալրված եւ ֆինանսավորվում են, մեջբերում են Թուրքիայի կողմից։ Ցեղասպան գործողություններ են անում ալավիների, ինչպես նաեւ այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Մասնավորապես նա ասել է, որ մի քանի օր առաջ ալավիները փորձում էին ըմբոստանալ ներկա իշխանությունների դեմ, ինչից հետո էլ սկսվեց այս ամենը։ Այժմ ահաբեկիչները մտնում են ազգային փոքրամասնությունների տներ, հայտնում, որ վերջինները համագործակցել են երկրի նախկին ղեկավարության հետ եւ տան տղամարդկանց տանում են։ Այսպես է իրավիճակը ներկայացրել Հակոբյանը։ Փորձագետներն էլ տեղի ունեցածը ցեղասպանություն են որակում։ Սիրիայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տագնապալի լուրեր էր նախորդ շաբաթ հայտնել Հալեպում լույս տեսնող Գանձասարը։ Պարբերականը հայտնել էր, որ Հայաշատ Լաթաքիա քաղաքում երկու հայ է զոհվել, հայր եւ որդի։ Արևելք պարբերականի տեղեկություններով Լաթաքիայում հայերը զոհվել են ոչ թե պատահական կրակոցներից, ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, այլ սպանվել են։ Լաթաքիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին շաբաթ օրը բացվել է զոհվածների հոգեհանգստյան կարգ կատարելու համար։ 3 այնտեղ կիրակնօրյա պատարագ չի մատուցվել։
Սիրիայի արևմտյան Լաթաքիա քաղաքի արվարձաններում կատաղի բախումները Սիրիայի անվտանգության ուժերի եւ նախկին նախագահին աջակցող զինված խմբավորումների միջև շարունակվում է, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։ Բաշար Ալ-Ասադի տապալումից 2024 թվականի դեկտեմբերից ի վեր Սիրիան այժմ ամենաարյունալի օրերն է ապրում, գրում են միջազգային լրատվամիջոցները։ Համացանցն էլ ողողված է կադրերով, թե ինչպես են իշխանության եկած ուժի կողմնակիցները հաշվեհարդար տեսնում այլախոհների հետ, այդ թվում խաղաղ բնակչության, սոցցանցային հրապարակումներում եւ տեսանյութում առանձնակի դաժանության տեսարաններ կան։ Բռնության կադրերը, մասնավորապես գյուղերից մեկում տասնյակ ալավի տղամարդկանց սպանության մասին հաղորդումները կասկածի տակ են դնում Սիրիայում հանդուրժողաբար կառավարելու իսլամիստական կառավարության կարողությունը եւ նպատակները։ Նման ձևակերպում է տվել Reuters-ը։ Վերջին տվյալներով բախումների հետևանքով զոհերի թիվը անցել է 1000-ը։ Եվ արձագանքների մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձությունները անվանել է սադրանքներ, որոնց նպատակն է խաթարել սիրիական նոր իշխանությունների ջանքերը։ Այս մասին նա հայտարարել է Հորդանանի մայրաքաղաքում Թուրքիայի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի եւ Լիբանանի արտգործնախարարների մասնակցությամբ անվտանգության հարցերով խորհրդակցությունից հետո։ Խոսելով Ամանում կայացած հանդիպման մասին, Ֆիդանը նշել է, որ այն իսկապես պատմական է, հավելել է 5 երկրները հանձնառու են աջակցել Սիրիայի նոր կառավարության ահաբեկչության դեմ պայքարի բոլոր ասպեկտներում եւ աջակցել նրան կայունության պահպանման բոլոր նախաձեռնություններում։ Իսկ հա Ֆրանս Պրես գործակալությանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Թուրքիան եւ մի քանի այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես շեշտել է, որ նրանք կրում են պատասխանատվություն, ովքեր փոփոխություններ են իրականացրել։ Իրանը հակամարտության մեջ չէ Թուրքիայի հետ, մենք Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ունենք, կշարունակենք խորհրդակցությունները տարածաշրջանային հարցերի շուրջ, նշել է արտաքին գործերի նախարարը։ Հավելեմ, որ Միացյալ Նահանգները նույնպես կոչով է հանդես եկել, մասնավորապես պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ արմատական իսլամիստ ահաբեկիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով ղեկավարն էլ կոչ է արել Սիրիայի ժամանակավոր ղեկավարությանը միջամտել ափամերձ շրջաններում զանգվածային սպանությունները կանխելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Հավելեմ, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան էլ կիրակի օրն է ազգային միասնության, խաղաղության կոչ արել շարունակվող արյունալի բախումների ֆոնին։ Reuters-ը մեջբերել է խոսքից մի հատված. վստահ եղեք, Սիրիայի հարցում այս երկիրն ունի գոյատևման առանձնահատկություններ, այնինչ այժմ կատարվում է Սիրիայում սպասվող մարտահրավերների շրջանակում է։ Տեղեկացնենք, որ Կանադայի իշխող ուժի լիբերալ կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Անգլիայի բանկի նախկին ղեկավար Մարկ Կարնին, նա կփոխարինի վարչապետ Ջասթին Տրյուդոին, որը այս տարվա հունվարին հայտարարեց պաշտոնից հեռանալու մտադրության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ մարտի 10-ից 12-ը կմեկնի Սաուդյան Արաբիա ուկրաինացի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով, այնուհետև պետքարտուղարը կմեկնի Կանադա մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը։ Նշեմ, որ Ուկրաինայի նախագահը գրառմամբ է տեղեկացրել, որ այս շաբաթ կմեկնի Սաուդյան Արաբիա հանդիպելու գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ։ Եվ վերջին լուրը, Ադրբեջանն ու Եվրամիությունը պատրաստ են ընդլայնել գործակցությունը բնական գազի մատակարարումների եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում, տեղեկացրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ arm.radio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Say
Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց է 12 բարի լույս ենք ասում բոլոր նրանց, ովքեր նոր են մեզ միացել, շարունակվում է Սուրճ ու սերը առավոտից։ Մարտի 10-ը ազգերի բարեկամության օրն է եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի բազմաթիվ երկրների հետ իհարկե, բայց կան երկրներ, որոնք առանձնանում են, տարբերվում են եւ այսօր խոսում ենք Հայաստան-Մոնտենեգրո սերտ կապի մասին, նաեւ խոսելու ենք նմանությունների եւ տարբերությունների մասին եւ այդ առիթով հյուրընկալել ենք Հայաստանում Մոնտենեգրոյի պատվավոր հյուպատոս պարոն Հրաչյա Մուսայելյանին եւ հայ չեռնոգորյան հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը նպաստած Մոնտենեգրոյում ապրած իմ շատ սիրելի հայուհի Նինա Հայրապետյան Հայդուկովիչին։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ։ Մոնտենեգրոյի մասին ես կարող եմ խոսել ժամերով, օրերով եւ անverջ ընկերներս արդեն բարկանում են, մեկ-մեկ ասում են այդ հերիք է էլի, այն որ իրոք Նինայի ասած ինձ մոտ ոչիլի պատմությունն է, բայց կա այն ինչ որ կա, մենք այսօր որոշեցինք խոսել Մոնտենեգրոյի մասին եւ ամենակարևորը Հայաստան-Մոնտենեգրո կապի մասին։ Գիտեմ, որ եթե ճիշտ եմ հիշում, 2006 թվականից են դիվանագիտական հարաբերությունները հաստատվել երկու երկրների միջև։ Պարոն Մուսալյան, այդ պահից սկսած մինչև այսօր ինչ առաջընթաց կա, ինչ զարգացում է ապրել եւ դեպի ուր ենք գնում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեզ հյուրընկալել եք ձեր տաղավար։ Ասեմ նաև, որ այդքան լավ եք պատկերացնում Մոնտենեգրոն տենց սրճվանքով, զարմանքով խոսում եք, դուք բարձր ճաշակ ունեք ուրեմն։ Ճիշտ ասած, ես մի քիչ էքսկուրս անեմ դեպի ավելի վաղ, որովհետև այդ մեր երկու երկրների բարեկամության հիմքերը դրվել են 1974 թվականին։ Այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս նախկին Խորհրդային Միության մաս էր կազմում, իսկ Մոնտենեգրոն նախկին Յուգոսլավիայի մաս էր կազմում, Հարավսլավիայի մաս էր կազմում։ Եվ այդ ժամանակ ուրեմն երկու նվիրյալների կողմից, մեր կողմից Ռոբերտ Նազարյան, իսկ Մոնտենեգրոյի կողմից Միլոշ Միլիչ, նրանք իրանց հետևողական աշխատանքի շնորհիվ ստեղծեցին այդ կապերը եւ այդ ժամանակվա համագործակցության արդյունքում երկու քաղաքներ հռչակվեցին քույր քաղաքներ՝ Երևանը եւ Տիտոգրադը, այժմյան Պադգորիցան։ Եվ գրեթե 15 տարի կարողացան ամառները կազմակերպել ճամբարներ եւ ամեն տարի թվով 80 դպրոցական Մոնտենեգրոից գալիս էին Երևան եւ Երևանից գնում էին դեպի Պադգորիցա եւ ընդհանուր ամբողջ այդ Մոնտենեգրոյի տարածք եւ դա նպաստեց աշակերտների փորձի փոխանակման, մշակութային կապերի ամրապնդման եւ դրանից հետո մենք ունեցանք որոշակի ընդհատված հարաբերություններ մոտավորապես 79 թվականից մինչև 2012 թվականը գրեթե շատ ակտիվ մենք կապեր չէինք ունեցել, բայց եւ իմ ընկերս Սպուտնիկ տուրիստական գործակալության հիմնադիր տնօրենը Սուրեն Հակոբյանը, քանի որ նախկինում աշխատել ենք մեր Համլեկեմ կենտրոնում, կոմերցիոն կենտրոնական ապարատում եւ ուսանողական խմբերի ղեկավարներ ենք եղել տարբեր տարիներում եւ ունեցել ենք փայլուն հիշողություններ։ Մի օր այդպես որոշեցինք, որ մենք պետք է գնանք այդ կապերը վերականգնենք։ Եվ առաջի հանդիպումը եղել արտգործ նախարարությունը եւ երբ որ մենք արտգործ նախարարություն մտանք եւ հայտարարեցինք, որ Հայաստանից ենք եկել, անմիջապես մեզ իջավ եւ դիմավորեց արողակարգի ղեկավարը, որը պարզվեց, որ այդ աշակերտական փոխանակությունների արդյունքում Հայաստանում է եղել։ Եվ չեք պատկերացնի ինչքան իրազեկ էր, Հայաստանի քաղաքացու նման ինքը պատմեր Հայաստանի պատմությունը, հուշարձանները, ինչ ունենք, ապշելու բաներ։ Եվ ինքը պարտավորվեց մեզ աջակցել ամեն հարցում։ Եվ այդ պայից սկսած մենք առաջի համար ունեցանք առաջի չարտերային թռիչքը եւ դիմեցին կառավարությանը, որպեսզի մեր վիզաները ազատականացնեն։ Եվ ամեն տարի սկզբում սկսեցինք 2-3 ամսից, մինչև հիմա օրինակ այս տարի մարտից է սկսվել վիզաները եւ մինչև հոկտեմբերի վերջ 8 ամիս արդեն մեր վիզաները ազատականացնում են։ Դա քիչ հանրապետություններին է տրված այդ իրավունքը։ Նաեւ այդտեղ նպաստել են նաեւ մեր զբոսաշրջիկների կարգապահ լինելը, որովհետեւ իրանք շատ սիրում են հայերին, շատ գոհ են մեր զբոսաշրջիկներից։ Այստեղ Մուրադի դեմքով պետք է նստեն։ Որովհետեւ արտակարգ դե հայերը միշտ դրսում իրանք ավելի լավ են պահում, քան Հայաստանում, ես միշտ ասել եմ դա, բայց հատկապես Մոնտենեգրոյում եւ իրանք միշտ դրա մասին ասում են, բարձրաձայնում են, որ հայ զբոսաշրջիկները շատ լավն են, շատ կարգապահ են, շատ կազմակերպված են, սիրում են լավ հանգստանալ, բարձրակարգ տեղեր լինել եւ այդ առումով կամաց մենք ունեցանք այդ արդյունքը։ Եվ ասեմ ձեզ, որ սկզբնական շրջանում Նինան երևի թույլ չտա, երևի սխալ բան ասեմ, մենք սկսեցինք մոտ 7-800
հա հոգուց չարտերային թռիչքները այսօր երկրաչափական պրոգրեսիայով ամեն տարի աճում է։ Դա վկայում է մասին, որ փայլուն երկրի հիանալի երկրի մասին է խոսքը։ Այսօր մենք անցած տարի ունեցել ենք 10,000-ից ավելի զբոսաշրջիկ չարտերային թռիչքներով եւ եւս մի 4-5 հազար առանց չարտերային տարբեր ուղղություններով։ 10,000-ից մեկը ես եմ, որ մոտ 5 անգամ անցյալ տարի արդեն գնացել եկել եմ եւ ցանկացած հարմար առիթով ուղղակի եմ, որ վազում եմ, գալիս եմ։ Այդ աշխատանքներում ասեմ, որ Նինա Հայդուկովիչը Հայրապետյան, որը նաեւ Մոնտենեգրոյի քաղաքացի է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նա երկար բնակվել է Մոնտենեգրոյում, կատարյալ տիրապետում է Չեռնագորերենին։ Սովորաբար մենք սերբերեն էինք ասում, բայց հիմա արդեն դա չեռնագորերենն է, որը նույն գրեթե նույն լեզուն է։ Որն իդեպ պարապում է Պաստոր Մարինան։ Այո, հարգելի ռադիոլսողներ, ես պարապում եմ սերբերեն, որովհետև հա հիմա ինչ սիրահարված են այդ երկրին, այ քեզ։ Չէ, շատ հաճելի է լսել։ Եվ իհարկե Նինան ունի իր ներդրումը այդ իմ զգացողությունների ու զգացմունքների համար, միշտ ասում եմ անչափ շնորհակալ եմ իմ փայլուն աչքերի համար, որ ես հասցրեցի տեսնել եւ սիրահարվել այդ երկրին, որովհետեւ շատ կարեւոր է թե ով է քեզ ցույց տալիս այդ երկիրը, այսինքն ում հետ ես գնում, դու կարող ես գնալ ուղակի պտտվել եւ հա սիր ուներ ու հետ գալ, երբեք չմտածել այդ մասին, բայց Նինայի շնորհիվ ես հասցրեցի այնքան ու այնպես սիրահարվել, որ ես հիմա անգամ երբեմն մտածում եմ, իսկ գուցե ես պետք է ապրեմ այնտեղ։ Վայ։ Մարինա ջան, ձեզ ասեմ, ներողություն, ձեզ ասեմ, որ այդ սերը ի տարբերություն տարբերում է մյուս սերերից, սա մնայուն է, սա չի վերանալու, ամբողջ կյանքի ընթացքի համար է դա։ Եվ օրեր առաջ, երբ հանդիպեցինք Մոնտենեգրոյից Հայաստան ժամանած ֆուտբոլիստներից մեկի, Անդրեա Դրագոևիչի հետ, ու այսպես ոգևորված ես պատմում եմ, ասում եմ, լսի, ես զարմացած եմ, Հայաստանում կա մեկը, ով այդպես ֆանատիկորեն երկրպագում է այդ երկիրը, եւ դա իսկապես հրաշալի է։ Նինա, պայմանավորվել ենք, որ շատ չենք խոսելու, բայց 1-2 հարց ընդհանրապես սերը Մոնտենեգրոյի հանդեպ ուղղակի ստացվեց այնպես, որ կյանքի հանգամանքների բերումով հայտնվեցիք այնտեղ ու սկսեցիք սիրել, թե մինչև այդ էլի պատկերացում կար։ Անգամ երբ որ ամուսնացել եմ, ամուսինս Մոնտենեգրոյից է, իմացել եմ Յուգոսլավիա, իմացել եմ հիմնական ռեսպուբլիկաները, Մոնտենեգրոյի մասին սկի չեմ իմացել, ամոթ է երևի, բայց իր հետ ծանոթանալուց հետո արդեն հասկացաք ինչ ժողովուրդ են։ Մի անգամից բնությունը իհարկե այն ինչ որ ամենագեղեցիկն է Մոնտենեգրոյում, մարդկանց բարիությունը, ջերմությունը, անկեղծությունը, միգուցե այդքան կրթված չեն, այդքան տենց ինչ որ գլամուր բաներ չկան, բայց ջերմեն, իրոք պարզ են, ջերմեն, ու ես հետո ընդե հայտնվել եմ սանկցիաների տարիներին, երբ որ շատ դժվար էր ամեն ինչ, փակ էր երկիրը, իմ համար շատ զարմանալի էր, որ այս չկա, այն չկա բան, բայց ընդհանուր իսկ հայերի եւ չեռնոգորցիների նմանությունը միանգամից ակնհայտ էր ձեզ համար, երբ որ գնացիք։ Դրա համար էլ շատ ջերմ էր, շատ հեշտ էր սովորել, կան ինչ որ տարբերություններ իհարկե, մի քիչ պայքարում էի առաջին 2 տարին, հետո հասկացա, որ ավելի լավ է հանձնվես, ընդունես, որ այդպես է։ Կենտրոնանաք նմանությունների վրա, այլ ոչ թե տարբերությունների։ Դեպ այնտեղ շատ պատմություններ, լեգենդներ կան իրենց արքայադուստրերի մասին եւ երբ որ ճանապարհին գնում էինք, Նինան պատմում էր, որ այսինչը սիրահարված է եղել այս արքայադստերը կամ աղջիկն է սիրահարված եղել, հետո իրեն գցել է ծովը եւ այսպես ամեն պատմության մեջ ինչ որ մեկը իրեն գցել էր ծովը, այսպես հետևում նստած մեքենա լույս ասում եմ, չեմ հասկանում, այստեղ բոլորը գցվել են ծովը։ Ասում եմ, որ մենք էլ ծով ունենայինք, մեզ մոտ։ Մարինա ջան, ես ում լրացնեմ, Նինան շատ համեստ անձնավորություն է եւ շատ կազմակերպված։ Առանց Նինայի մենք համարյա թե շատ կանեինք, բայց շատ դժվարությամբ ոչ այդ որակի։ Այսինքն ինքը ամենտեղ մասնակցել է, մեր թմի անդամն է եւ շատ մի հատ կարեւոր բան եմ ուզում անդրադառնալ, որը վերջերս sense 10 օր առաջ եղավ Նինայի օգնությամբ։ Ուրեմն այդ Միլոշ Միլիչը, որ կազմակերպում էր այդ ամբողջը Մոնտենեգրոից, իհարկե այսօր չկան իրանք եւ Ռոբերտ Նազարյանը եւ նա իր տղան, որը ականատես ա եղել 15 տարվա ընթացքում այդ հոր գործնեությամբ եւ այդ ժառանգությունը ստացել է հորից, այդ ամբողջ նկարները, թերթերում հրապարակումները եւ այդ ամբողջ այդ նյութը բերեց հանձնեց մեզ օֆիցիալ մեր հյուպատոսարանում։ Եվ մենք պարտավորվեցինք թմով էր եկել, մենք 2 թմով պարտավորվեցինք այդ աշխատանքները վերականգնել, չգիտեմ, իշքանով կստացվի, դա արդեն առաջիկայում մենք տեսնենք, բայց մենք համակված ենք ուժով, ավյունով, որ պետք է այդ աշխատանքները մենք փայլուն կատարենք եւ հիմա արդեն սկսել ենք այդ աշխատանքները։ Ես գիտեմ նաեւ, որ նա եղել է Տիտոգրադյան փողոցում։ Մի քիչ կպատմեք ինչ էմոցիաներ ուներ։
Միլոշ Միլիչի տղան, քանի որ իր papan եղել է կոմունիստ, շատ խիստ կարգապահ մարդ, իր տղաներին չի բերել, այդ տարին 80 երեխա բերել է Հայաստան, բայց իր տղաներին չի բերել, որպեսզի չասեն ոչ մի բարեկամների երեխաների եւ այլը, որ իրան չասեն, որ ինքը իր մարդկանց է բրդում։ Ու իր տղան այդքան տարիներ լսել է հայերի մասին, ընդունել է հայերին, գիտեր ամեն ինչ Հայաստանի մասին, երգերը գիտեր ու այնպես տպավորություն էր, որ գնացինք Ծիծեռնակաբերդ, գնացինք Մատենադարան, Նորավանք, Էջմիածին, Զվարթնոց եւ այլ, լացում էր այնպես տպավորություն էր, որ ուզում է բոլորին համբուրի, փաթաթվի, իսկ Տիտոգրադյան փողոցում պատրաստ էր չգիտեմ, պատերը, չգիտեմ, այդ հուշարձանը այնքան ուրախ էր, այնքան երջանիկ էր, փոքր երեխայի նման։ Ինքը ասում էր, ես ինձ զգում եմ 18 տարեկան։ Շատ ուրախ էր։ Մենք Մոնտենեգրո։ Այո, ինքն էլ սիրում մեր նման սիրում է։ Այս այն փոխադարձ նմանության մասին է։ Ես երբ որ ամռանը խմբով գնացինք եւ հայտնվեցինք Սվետի Ստեֆանի տարածքում, ես գտա մի ծառ, փաթաթվել էի այդ ծառին, անգամ լուսանկար կա, ասեմ եկել եմ։ Պարոն Սայլյան, ձեր թույլտվությամբ, բայց ենթադրում տարիներ անց Մարինան է ձեր տեղում նստել։ Հաշվի առնելով նրան։ Ես հենց հիմա էլ կարող եմ զիջել, ես հասկացա, որ շատ փորձառու մարդու հետ ենք այսօր շփվում։ Ահա թե ինչ է։ Դե Մարինա, ինչ կարող ես ասել, եթե երկել չես բարդությունավորվի։ Բրավո, ողջույններ, Կակոսի, ինչպես ես։ Հվալա, շնորհակալություն, ճիշտ եմ ասում։ Զվեզդա, աստղ։ Այդպես։ Դավիջենիա։ Добро дошли։ Դավիջենիան Приятно։ Լավ, վերադառնանք մեր սիրելի Մոնտենեգրո, բացի նրանից, որ տարվա զգալի հատվածը վիզայի ազատականացում է լինում եւ մարդիկ կարող են առանց վիզայի դիմելու գնալ, էլ ինչն է գրավում զբոսաշրջիկներին, ինչու այս վերջին տարիներին բնականաբար նաեւ ձեր ջանքերի շնորհիվ առավել ակտիվացավ այս տուրիստական ուղղությունը։ Ասեմ, որ շատ հետաքրքիր ուտեստներ ունեն, շատ համեղ, հա, երևի Մարինան որ հաճախ լինում է ինքն էլ կվկայի դրա մասին, մեկ ֆանտաստիկ ուտելիքներ են, ականատես լինում, ռեստորաններ, որոնք շատ համեղ պատրաստում են, զբոսաշրջիկներին շատ դա գրավում է, բայց պետք է ասեմ, որ մեր զբոսաշրջիկների մի ստվար զանգվածն է հետաքրքրված էքսկուրսիաներով այդ ընդհանուր հուշարձաններ, այնտեղ կան լճեր, ջրվեժներ, այսինքն մենք այդտեղ մի քանելիքներ ունենք, որովհետեւ Մոնտենեգրոն ավելի լավ ներկայացնենք մեր զբոսաշրջիկներին, որ հաճախ նաև իրանք հանգստի ժամանակ կարողանան օգտվել պատմամշակութային արժեքների ցուցադրումից, գնան կարողանան տեսնել այդ լճերը, Ժաբլյակ գնան, Կալաշին գնան, Հյուսիսը շատ հեռու է իհարկե, բայց անպայման պետք է գնալ։ Այո, արժի գնալ։ Դա այն էր, ինչը ձմռանը դու գնացիր։ Այո, Ժաբլյակում երբ Նինային լուսանկար ուղարկեցի պատահական ողջույն Դուրմիտորից, իսկապես հրաշք էր, այդ ծառերը, այդ ամենը ձյունը, ոնց որ լինես նկարի մեջ, հեքիաթի մեջ, բայց ես նաև նկատում եմ, որ հայերս սիրում ենք գնալ հանգստանալու, եթե ծով կա, ապա պարկել միայն ծովափին, այսինքն շուրջը երեխաներով հանգիստ նորմալ, բայց Մոնտենեգրոն այն երկիրն է, ուր չի կարելի գնալ ուղակի ծովափին պարկելու համար։ Եթե այդ տարբերակն եք նախընտրում, ինձնից ձեզ խորհուրդ կարող եք գնալ, օրինակ, չգիտեմ, Եգիպտոս, ասենք թե, հա, пассив հանգստի համար։ Մոնտենեգրոն այն վայրն է, նախ երկիրը փոքր է, շատ մեծ չի եւ տեղից տեղաշարժվելու համար ձեզ շատ ինչ-որ ժամանակ պետք չի ու այնտեղ պետք է տեսնել ամեն ինչ, պատմամշակութային վայրերը, տեսարժան վայրերը, տեղեր, որոնք ծովի հետ այդքան էլ կապ չունեն, բայց պարտադիր է տեսնել, որովհետև ամեն անկյունը, ինչպես Նինան է ասում, օրվա տարբեր ժամերին շատ տարբեր պատկերներ են։ Երեկոյան ուրիշ է, առավոտյան ուրիշ է։ Մենք անելիքներ ունենք ձեր հետ միասին ուտղությամբ, որպեսզի մեր զբոսաշրջիկները ավելի ընդգրկուն կարողանան եւ հանգստի հետ միասին նաեւ հայցելեն տեսարժան վայրեր։ Հետո ասեմ ձեզ, որ իրանք շատ հայերին շատ լավ ընդունում են, շատ այն հանգամանքը, որ քրիստոնյա առաջի երկիրն ենք, շատ քիչ երկրներում եմ ես հանդիպել, որ իրանց մոտ բան առաջացնում շատ։ Իսկ իրանք անդադ բոլորը գրեթե գիտեն եւ հայերին անգամ շատ սիրում են դրա հետ կապված նաեւ որ եւ շատ գեղեցիկ է երբ մի քանի քայլ ես անում եւ կարող ես հին քաղաքում չէ հայտնվել ինչ օրինակ մենք Մարիա քաղաքում դրա կարոտը մնացինք այո ֆանտաստիկ հին քաղաքներ ունենալ նոր կառուցված հին քաղաքը բայց դա էլ չկա իսկ այնտեղ մի քանի քայլ ես անում ու մեկ էլ կարծես այլ երկրում հայտնվես ամամիտ ենք այդ հին քաղաքները շատ պաշտպանված են ու շատ գրավիչ Եվ իրենք գիտեք ինչն է նկատելի, որ իրենք սիրում են իրենց երկիրը եւ փայփայում են եւ դա երբ որ անգամ տուրիստի աչքերով ես նայում, դու տեսնում ես այդ սերը երկրի հանդեպ եւ այդ հարգանքը։
երկրի հանդեպ։ Մենք հաճախ ենք նմանեցնում մեզ եւ չեռնոգորցիներին, արդյոք այդ ամենի հիմքում ընկած է նաեւ պատմությունը, որ երկու ժողովուրդներն էլ պայքարել են թուրքերի դեմ եւ իրենց անկախության եւ ինքնության համար են պայքարել։ Դու դա կա իհարկե, բայց նաև մենք ունենք որպես լեռնային ժողովուրդներ, հա, տենց ասեմ, Չեռնագորիա դա չորն սև լեռներ, ընտանեկան արժեքների պահպանման հարցում մենք շատ իրար նման ենք, իրանք էլ շատ ընտանիք սիրող ազգ են, եւ ընդհանուր առմամբ այդ որոշակի է դա, թե աշխատասիրությամբ չի ասի, որ մենք շատ իրար նման ենք, որտեղ իրականում պետք է մի քիչ պաշտպանեմ ծովի ժողովուրդ է, պետք է հասկանան, պետք է հասկանան, այո, բայց վերևը շատ էլ աշխատում ելք չունեն, այսպես ասեմ, պետք է աշխատեն, որպեսզի ինձ մի անգամ ասացին, «Ոյ, գնում եք Մոնտենեգրո, գիտես ինչ ալարկոտ ազգ են», ասում եմ, ես չգիտեմ դուք ում հետ եք շփվել այնտեղ, բայց ում որ ես եմ ճանաչում, շատ աշխատասեր մարդիկ են։ Իդեպ ասեմ, այդ պարտներս Դրագնը Globus Tours-ը, որի հետ Sputnik-ի հետ աշխատում են, ես իրան շատ հաճախ ասում եմ, դու հաստատ գիտես, որ դու 100% Մոնտենեգրոից ես, որովհետև շատ աշխատասեր ես առավոտից երեկոյան։ Ես ասեմ, որ նրանք համարում են Եվրոպայի ամենաբարձրահասակները, հա։ Այո, չի քննարկվում։ Մի զարմանալի բան եմ նկատել, այնտեղ ապրում են երևի թե մի 30 հայ ընտանիքներ, որոնցից կեսի հետ ես շատ մտերիմ հարաբերություններ ունեմ, եւ երեխաները, որոնք ծնվում են Չեռնագորիայում, հա, Մոնտենեգրոյում, բարձրահասակ են։ Ծնողները կար, ես չգիտեմ, օդնա, ջուրնա, զարմանալի ինձ մեր հայ երեխաներ արդեն բարձրահասակ են։ Եթե պլանավորում եք երեխա ունենա։ Շատ լավ խորհուրդ։ Բայց պետք է այնտեղ մի քիչ ապրեք։ Այո, նոր այդ որոշումը կայացնեք։ Մենք փոքրիկ գովազդային դադար ունենք, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սուրճ հուսեր առավոտից։
ազգային երգ ենք լսում, ովքեր մեզ նոր են միացել, չեք շփոթել ալիքը, մենք այսօր քանի որ խոսում ենք Մոնտենեգրոյի մասին, Մարինայի առաջարկով լսում ենք Լեպա Բրենան էր մեր եթերում, Յուգոսլովենկա այսպես է կոչվում կատարումը եւ այն Հարավսլավիային, նախկին Հարավսլավիային նվիրված շատ հին երգ է 1989 թվականի, բայց այսօր էլ Մոնտենեգրոյում տարբեր ակումբներում, ռեստորաններում cover տարբերակը միշտ հնչում է առիթների ժամանակ եւ գիտես ինչն էր ինձ համար հաճելիորեն զարմանալի եւ հաճելի, որ անգամ ակումբներում որտեղ թվում է թե երիտասարդները պետք է լսեն ավելի ժամանակակից երգեր, իրենց բոլոր այս տեսակ երգերը բոլորը անգիր երգում են ու ես արանքում կանգնած Յուգոսլովենկա եմ երգում եւ Նինայի գործընկեր Դրագնը վերջին մեր հանդիպման ժամանակ ասաց ես չեմ հասկանում դու հայ չեռնագործի ես թե չեռնագործի հայուհի ես Երմենսկայա ծռնագորգը այսպես եմ չէ մենք գիտենք որ Մոնտենեգրոյի բնակիչները նաև ունեն հետաքրքիր մտածողություն կապված սնահավատության հետ ինչ որ մեկ-մեկ այնպիսի բաների են հավատում, որ երբեմն կարող է նաև ծիծաղելի լինել։ Այդպիսի ինչ պատմություններ կան, ինա որ կարող ենք հիշել, օրինակ ինչին են ամենաշատ ուշադրություն դարձնում։ Շատ է առաջի տարիներին որ անցնում ենք այդ փոսեր են ինչ որ պատտվում ենք կամ սև կատուն անցնում է ասում ենք վայ չէ իրանց մոտ ավելի շատ կապված է չգիտեմ հայերեն չեմ կարող ասել կա սվետաց հասկացողություն Սերբիա Յուգոսլավիայում Սերբիայում Մակեդոնիայում Չեռնագորիայում երևի այդտեղ է մնացել ասենք թե այսինչ Սվիտոյի օրը Սվետացին աշխատել չի կարելի սովորաբար ինչ որ ձեռ են առնում առանց էլ ալարկոտեք մի հատ էլ այդ Սվետացին եք սպասում այդ Սվետացին սպանեք ոչ մեկ չի աշխատի որովհետև հավատում են որ եթե աշխատի հիվանդություն կգտնի չգիտեմ ինչ որ մի բան կպատահի իսկ ես որ ապրում եի կեսրարիս հետ իրանք դա անտանելի էր ամեն քայլափոխին այս ինչ բանը սենց մի արա սենց կլինի այն ինչ բանը արդեն սենց հոգնած նայում էի շատ ծիծաղալու բան եղավ գործում էի ինչ որ սվիտեր տղայիս համար ու ասում էին 6-ից հետո գործել չի կարելի չգիտեմ շաբաթօրը գործել չի կարելի Կիրակի այնպես ստացվեց որ մինչև ես դա գործեցի փոքր էր տղայիս ես ասացի ես էլ չեմ գործել պետքան ընդհատումներ այո Պարոն Հուսայնյան այն մարդիկ ովքեր դեռ չեն եղել եւ պլանավորում են որտեղից պետք է սկսել նախ երբանից է բացվում այդ ազատ ռեժիմը տարվավոր հատվածից ինչ քայլեր պետք է ձեռնարկել եթե ուզում են իրենց ամառային հանգիստն անցկացնել Մոնտենեգրոյում։ Ճիշտ ասած, այս տարի ասեցի, որ մարտից 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը արդեն ազատականացված է վիզաները, իսկ չարտերային թռիչքները կազմակերպել են հունիսի սկզբներից, հունիսի սկզբներից, սկզբներից մինչև սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ չարտերային թռիչքներ են լինելու, երկու կամպանիաներ են կազմակերպում, առաջինը Սպուտնիկ տուրիստական գործակալությունն է, որը հենց առաջինն է կազմակերպել եւ բարբերաբար անում է շուկան հիմնականում ուսումնասիրել է եւ ավելի ակտիվացրել է Սպուտնիկ տուրիստական գործակալությունը եւ երկրորդ կազմակերպությունը Նինան երևի կասի Flyone-ն է կազմակերպում, հա եւ պետքա դիմեն այդ երկու կազմակերպություններին, եթե ինչ որ լրացուցիչ հարցեր ունենան, պատվավոր հիպատոսությունը գտնվում է Citadel Business կենտրոնում, այնտեղ սայթում գրած է մեր համարները, ցանկացած տեղեկատվություն մեր զբոսաշրջիկներին ապագա հուշելու, օգնելու եւ նման որոշակի բացատրություններ տալու համար մենք պատրաստական ենք, կարող են գալ եւ այնտեղ մենք կարող ենք իրենց օգնել, բացատրել ոնց անել, ոնց գնալ։ Ճիշտ ասած մենք նաեւ ասեմ ձեզ, որ մենք գործարար կապեր ենք շատ բավական ակտիվ արել եւ գործարար բիզնես ֆորում արեցինք, գործարար ֆորում կազմակերպեցինք, տարիներ առաջ ահագին մեր բիզնես ոլորտի 30 կազմակերպությունների տարանք այնտեղ հիմնականում IT ոլորտներ հիմնականում գերակշռում եւ լավ կապեր են ստեղծել, մոտ ժամանակներս նորից ուզում ենք դա անել։ Մի խոսքով, երբ որ կա արդեն ուղիղ չվերթներ, շատ հեշտանում է եւ զբոսաշրջությունն է զարգանում եւ բիզնես ոլորտն է զարգանում, այնպես որ մեր ակնկալիքներ ունենք, առաջիկայում լիքը անելիքներ ունենք։ Հրաշալի է, կարծում եմ, որովհետև իսկապես բացի երկու ժողովուրդների բարեկամությունը շատ կարևոր է նաև գործարար կապեր ստեղծել եւ համատեղ փոխգործակցությունը, հատկապես երբ որ փոխշահավետ է լինում, երկու ժողովուրդների համար էլ շատ կարևոր է եւ նաև այն առումով, որ ելի այդ նմանությունը ասելով, նմանության մասին խոսելով, Հայաստանն էլ է փոքր երկիր,
Մոնտենեգրոն էլ է փոքր երկիր ու երկու երկրների այդ փոքրությունը միշտ ասում են, չէ, փոքր ազգերի կոմպլեքս կա, այստեղ արդեն համատեղ ստեղծվում է ավելի նոր, սիրուն համագործակցություն։ Եվ պարոն Մուսալյան, եթերից առաջ խոսում էինք, փաստորեն հակառակ ուղղությամբ աշխատելու դեռ շատ տեղ ունենք, մեզ համար գրավիչ է Մոնտենեգրոն, բայց այնտեղի բնակիչների համար Հայաստանը դեռ բացահայտված ուղղություն չէ փաստորեն, այստեղ ով ինչ ունի անելու, արդյոք մենք որպես զբոսաշրջիկ կարող ենք ինչ-որ մի կերպ նպաստել դրան, Մարինայի հետ օրինակ պաստառներ ուղարկենք, այսպես փողոցներում կանգնի։ Կարծում եմ այո, դուք էլ անելիք ունեք, կարող եք օգտակար լինել ձեր ռադիոյով, եւ ընդհանուր ռեկլամային աշխատանքներով, ֆիլմեր ենք բանը կազմակերպում, այստեղից ենք տանում, բայց ամեն դեպքում մենք հույս ունենք, որ կգա ժամանակ, որ Մոնտենեգրոյում էլ կսկսեն ակտիվ հետաքրքրվել Հայաստանով, հա, այսինքն իրանք ուղղակի զբոսաշրջության հետ կապված մի քիչ пассив են, մեր հայերը աշխարհում երևի առաջատար են այդ առումով, հա, քիչ ազգեր կլինեն, որ հայերի նման, որ իրանց վերջին հնարավորությունները իրանք տրամադրում են իրանց երեխաներին, ընտանիքներին եւ արդի դեպքում մեկնում են այդ կարգի երկրներն, հենց որ մենք այնտեղ անելիքներ շատ ունենք, բայց հույս ունենք, որ մենք իշքան լինենք ներկայացուցիչը Մոնտենեգրոյի, բայց մեր հայրենիքն է սա, մենք պետքա լավագույն ձևով մեր երկիրը ներկայացնենք եւ ոչ միայն Մոնտենեգրոյում, ամբողջ աշխարհին եւ մենք կարծում ենք այդտեղ Նինայի հետ միասին, Սպուտնիկ տուրիստական գործակալության հետ միասին մենք հույս ունենք, որ հաջողություններ ենք հասնելու ապագայում։ Եվ նաև ինչ որ հարց էի ուզում տալ շատ կարևոր, այդ հարցս մոռացա։ Սերը քեզ կորացրեց։ Հայ համայնքի մասին էինք խոսում, որ Մոնտենեգրոյում կա, քանի ընտանիք կա եւ արդյոք սերտ շփման մեջ են իրար հետ այդ ընտանիքները ու հիմնականում ինչով են այնտեղ զբաղվում։ Ասեմ մոտորապես նոր շեշտեցի 30-40 երևի ընտանիք կլինեն, բայց բոլոր իրար հետ տենց չեն շփվում։ Շփվում են երևի մի 15-20 ընտանիք, որոնք երեխաներով հավաքվում են, հավաքատեղի ունեն, իրանք զբաղվում են ռեստորանային բիզնեսով, զբաղվում են туриզմով, զբաղվում են շինարարությամբ, բավական լավ ժողովուրդ են եւ կան Ռուսաստանի հայեր, հա, կան Ամերիկայի հայեր, Հայաստանի հայեր եւ ուզում ասեմ այնտեղ այս փոքրիկ, բայց շատ լավ կարգին կուր համայնք են ձևավորել եւ կարծում եմ լեր այդ համայնքը շատ կմեծանա առաջիկայում։ Կարծում եմ նաև այդ համայնքն էլ իր դերը կարող է ունենալ Մոնտենեգրոյի բնակիչներին Հայաստանը ցույց տալու եւ նաև այս ուղղությունը զարգացնելու գործում։ Այլ դա էլ պիտի օգտագործենք։ Այդտեղ է ալարկոտությունը ջրերեսա դուրս գալիս, որ չեն ուզում ճանապարհորդել։ Ընդհանրապես նորը տենց հաճույքով չեն ընդունում։ Օրինակ հայերը սիրում են ամեն ինչ փորձել, ինչ որ նոր բան, առաջինը փորձել, ավելի շուտ, չէ։ Իսկ իրանք սենց այսքանը կա, լավ է, նորմալ է, ես ասենք չեմ դժգոհ։ Ուտելիքները, ամեն ինչը չունեն այդ ջիղը հայկական, ասենք, եթե համեմատում ենք, այս էլ որ գալիս են, տեսնում են, մենք իրանց տանում ենք, ցույց ենք տալիս, սպորտսմեններն են, հաճախ ֆուտբոլիստներն են խաղում, ինչ որ նույն խմբերում են լինում եւ այլը։ Երբ որ տեսնում են, ասում են, վաու, ինչ լավ է, բայց իրանց հոժար կամքով, այսպես ասած, իրանց հանգիստը պլանավորել անցկացնել։ Այստեղ երկու ազգերը իրար կարող են փոխ լրացնել։ Հայերը շատ աշխատասեր են, ակտիվ են եւ կարող են այստեղ արդեն լրացնել այդ ալարկոտությունը։ Իմիջիայլոց վերջի անգամ Դրագանը, որ եկել էր Միլոշ Միլիչի տղայի հետ, մենք խոսում էինք դրա մասին, որ այո, վերականգնենք այն մարտիկ, որ ժամանակին եկել են 70-ականներին, 80-ականներին, որ հիմա ինչ որ պաշտոնների են, առաջի հերթին իրանց մի քիչ ակտիվացնենք, մի խումբ ստեղծենք, իրանց բերենք, ոնց որ հիշողություններ, հետո միգուցե իրանք պատմեն իրանց ծանոթներին, ինչ որ այդ դառնան դեսպանները, այսպես ասած։ Այո, գիտեք ինչի վրային զարմացած, իրանք շատ հաճախ, որ հայ զբոսաշրջիկները սիրում են լավագույն հյուրանոցներում հանգել։ Իրանք մոտ դա ընդունված չի։ Այսինքն գալիս են Ռուսաստանից, գալիս են տարբեր հանրապետություններից, իրանք տուն են վարձում, բան հայերը դա չեն անում։ Հայերը պետքա գնան ամենալավ հյուրանոցները, եւ իրանք դա նկատել են։ Որովհետեւ ասում են գրեթե 3 աստղ չունենք, տենց ոչ մի ամրագրում։ Իմիջիայլոց անկախ հնարավորությունների զբոսաշրջիկների մեր, հա, ընտանեկան կապ չունի, ինչ հնարավորություններ են, մարդիկ ձգտում են իրանց ընտանիքներին, իրանց երեխաներին լավագույն հյուրանոցներում, լավագույն լողափներում։ Իդեպ այնտեղ բոլոր հյուրանոցների բոլոր աստղերը, այսպես ասած, արդարացված են, որովհետև եթե 3 աստղ է, արդարացված 3 է, եթե 4 է, արդարացված 4 է։ Ես միշտ ասում եմ, որ աշխարհում գեղեցիկ երկրներ շատ կան, բայց ինձ հարցրեք գեղեցիկ հոգու մասին եւ ես ձեզ կպատմեմ Մոնտենեգրոյի մասին, որովհետեւ այն իսկապես հրաշք է։ Ձեզ շատ շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար, շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար եւ
մարդը կարողանում է ցույց տալ գեղեցիկը, երբ որ իր հոգում գեղեցիկն է եւ տեսնում է գեղեցիկը, կարողանում է գնահատել եւ մենք այդ գեղեցկությունը տեսել ենք Նինայի շնորհիվ, այնպես որ ձեզ անչափ շնորհակալ եմ, այն որ անավարտ միշտ կարող եմ այդ մասին խոսել, շատ շնորհակալ եմ։ Ձեզ ենք շնորհակալ։ Ինչպես զույգերի դեպքում են ասում, այս դեպքում սիրո մեղավորը դուք եք։ Այո։ Ռադիոլսողներին հիշեցնենք, այսօր զրուցում ենք Հայաստանում Մոնտենեգրոյի պատվավոր հյուպատոս Հրաչյա Մուսայելյանի եւ հայ-չեռնոգորյան հարաբերությունների ամրապնդմանը նպաստած եւ երկար տարիներ այդ երկրում ապրող Նինա Հայրապետյան Հայդուկովիչի հետ։ Տարածաշրջանից արի մեկ երգ լսենք մեր հայուհիներից մեկի կատարմամբ Ժակոյի Լադանիվայի այս երգը սերբական երգ է, հայտնի է մեր երգչուհին տարբեր ազգերի երգեր կատարելով ու կվերադառնանք։ Aide ya no coro dai gramo Aide ya no aide dusho coro dai gramo Aide ya no aide dusho coro dai gramo Aide ya no cogna da prodamo Մարինային այսօր ամեն ինչ կարելի է, քանի որ խոսում ենք իր ամենասիրելի երկրի Մոնտենեգրոյի մասին, քանի որ այսօր աշխարհում նշում են ազգերի բարեկամության օրը եւ մենք ունենալով բազմաթիվ բարեկամ ազգեր, այսօր նախընտրել էինք խոսել Մոնտենեգրոյի մասին, բնականաբար այստեղ Մարինայի գործոնը հաշվի առնելով եւ ասեմ, որ Facebook-ում ունենք մեկնաբանություններ մեր Մոնտենեգրոյի մյուս սիրահար գոլեգայի կողմից, Լուսինեն Մուրադյան գրել էր կզարմանայի, որ այս երգը չհնչեր, խոսքը այդ ազգային երգի մասին է։ Նինան այստեղ էր չտեսանք որ կարդանք Լուսինե Մուրադյանը գրել է իմ սրտի Նինա, իմ սրտի Մոնտենեգրո եւ նաեւ Լուսինեն շարունակում է Սևակ Հակոբյան ջան, իմ ու Մարինային պետքա դիմեն ու մեր հետ գան։ Հարցին թե ինչպես կարելի է գնալ։ Բավական պետք է ասել այս մասին, այո, հարգելի ռադիոլսողներ, ես եւ Լուսինեն լինելով ճամփորդության մեծ սիրահարներ եւ հասկացաք արդեն Մոնտենեգրոյին սիրահարված, արդեն մեկ անգամ խմբային տուրով գնացել ենք եւ շատ սիրել են մեր զբոսաշրջիկները Մոնտենեգրոն մեր աչքերով տեսնելով, այնպես որ այս ամառ եւս երկու անգամ գնալու ենք, եթե ցանկություն ունեք, միացեք մեզ, ձեր վառ տպավորությունները երաշխավորված են, մենք միշտ ասում ենք, եկեք ձեր էմոցիաների հետևից։ Հրաշալի է եւ Մարինա այսօր չենք հեռանում Բալկաններից, արի անդրադառնանք խորվատ թավջութակահար Հաուզերին, որը երեք եւս մեկ այսպես բարեկամության ժեստ արեց մեզ եւ պատահաբար երեք Instagram-ում տեսա, որ նա թավջութակով նվագում է հայ արտիստներից Ռազմիկ Ամյանի երգերից մեկը, իդեպ տեսանյութը ուղեկցվում էր եկեղեցու հայկական եւ հայկական եռագույնի պատկերով եւ փորփրեցի նրա էջը, նա բարբերաբար փաստորեն անդրադառնում է, սա նոր ֆորմատ է իր էջում։ Արի մի հատված լսենք, շատ գեղեցիկ էր ստացվել եւ հայերը բնականաբար գրոհել էին մեկնաբանությունների դաշտը, այդ թվում եւ ես։
Հաուզերի կատարմամբ մենք լսում ենք «Չունի աշխարհը քեզ նման» երգը Ռազմիկ Ամյանի, նա երեկ էր հրապարակել այս տեսանյութը եւ արդեն 100,000-ավոր դիտումներ եւ լայքեր հավաքել ամբողջ աշխարհում։ Մարինա, եղել ես Հաուզերի համերգին, երբ Հայաստան էր եկել։ Ասեմ, որ բավականին տպավորիչ է, դե բնականաբար Հաուզերը Թավջութակ այս դասական գործիքը ավելի այսպես պոպուլյար տարբերակով է օգտագործում եւ կատարում տարատեսակ երգեր, տարբեր հայտնի ֆիլմերի սաունդթրեքեր եւ աշխարհահռչակ Թավջութակար է։ Շնորհակալ ենք, որ այս անգամ անդրադարձ է եղել Հայաստանին։ Միշտ հաճելի է տեսնել մեր դրոշը եւ հատկապես երբ որ մարդիկ օրինակ Instagram-ում ունեն 6 միլիոն հետևորդ եւ աշխարհին ներկայացնում են օրինակ Հայաստանից փոքրիկ ինչ-որ կտոր։ Մենք շարժվում ենք առաջ 10:49 րոպե եւ ունենք ձեզ համար նաեւ այլ նորություններ, որովհետեւ հաղորդման հենց այս հատվածում ներկայացնում ենք մշակութային, սպորտային, գիտական եւ այլ հետաքրքիր նորություններ։ Եվ այսօր այսպես հայկականությունը շեշտված է զգում ես, հիմա էլ պետք է խոսենք մեր հայ ազգի, չէ՞, Ալեքսիս Օհանյանի մասին։ Այո, Ալեքսիս Օհանյանը հայտնել է, որ պաշտոնապես դարձել է մեկն այն մարդկանցից, որոնք փորձում են գնել TikTok US-ը։ Ահա, գիտենք, որ TikTok-ի շուրջ քննարկումները շատ են։ Շարունակիր Մարինա։ Եվ այսպես ամերիկյան Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է միլիարդատեր Ֆրենկ Մաքքորթի չինական ByteDance ընկերության TikTok սոցկայքի ամերիկյան մասնաճյուղը TikTok US-ը ձեռք բերելու հայտին։ Այժմ ես պաշտոնապես մեկն եմ այն մարդկանցից, որոնք փորձում են գնել TikTok US-ը, հայտնել է Օհանյանը X-ում արված գրառման մեջ, երբ X-ի օգտատերերից մեկը հարցրել է, թե ինչպես կանվանի TikTok US-ը, թե գնի այն։ Օհանյանը պատասխանել է TikTok Freedom Edition։ Ահա։ Խոսենք նաև մեկ այլ մեծ հարթակի on-line հարթակի մասին, կարելի ասել ամենամեծերից YouTube-ը, որը այլևս թույլ չի տալու իր հարթակում տեղադրել բովանդակություն, որն օգտատերերին ուղղորդում է դեպի չհաստատված կայքեր, խոսքը մոլախաղերի եւ սպորտային խաղադրույքների մասին է։ YouTube-ը չհաստատված է համարում այն կայքերը, որոնք խախտում են տվյալ երկրի օրենքները եւ չեն ստուգվել YouTube-ի կամ Google-ի կողմից, եւ բացի չհաստատված կայքերի ուղումներից YouTube-ում թույլ չի տրվելու նաեւ հրապարակել բովանդակություն այնպիսի պատկերներով, տեքստերով, տարբերանշաններով եւ հայտարարություններով, որոնք մարդկանց կուղղորդեն դեպի խաղային բովանդակությամբ կայքեր։ Իդեպ Հայաստանում, քանի որ մոնետիզացված չէ YouTube-ը, մենք գովազդներ չենք տեսնում, բայց երբ ոդկը այսպես Հայաստանից դուրս ես դնում, YouTube-ում որևէ բան նայելը շատ տարօրինակ է մեզ համար, որովհետեւ առնվազն 2-15 վայրկյանանոց գովազդ չէ, կամ 5 վայրկյանանոց պետք է դիտենք, այնպես որ էս էլ դրական կողմերից որ Հայաստանը մոնետիզացված չէ։ Բայց մեզ մոտ էլ այդ առումով շատ բացեր կան, որովհետև դա համակարգված չէ եւ անգամ երբ որ Երևանից դուրս ես գալիս, ավտոճանապարհներին տեսնում ես տարբեր գովազդային պաստառներ, բաներներ կապված on-line խաղերի հետ, թեկուզ իհարկե այնտեղ փոքրիկ էսպես նախադասություններ կան գրված, որոնք մարդկանց իբրև թե չեն ուղղորդում, այլ դա ուղղակի պետք է անել հաճույքի համար եւ այլն, այնուամենայնիվ այդ ամենը համակարգված չէ եւ պետք է լինել զգույշ, չընկնել թակարդը, որովհետեւ դա իսկապես մի ճահիճ է, որ ուր մտնում ես հնարավոր է այլևս չկարողանաս։ Ինչքան էլ օրենքները խստացվում են, միշտ այս ոլորտում տեղեր են, չէ, գտնում խուսանավելու եւ թաքնված գովազդանելու եւ կարեւոր է որ նման մեծ սոցիալական հարթակները եւս ուշադրություն են դարձնում։ Այո։ Հիմա տեղափոխվենք սպորտ, էլի հայկական անուն է հնչելու։ Էլիդա Քոչարյանը վստահ հաղթանակով մեկնարկել է Սերբիայում անցկացվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ Հայաստանի 4 ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս եկած Եվրոպայի մինչև 23 տարեկանների կրկնակի չեմպիոն 60 կիլոգրամ քաշային Էլիդա Քոչարյանը 1:16-րդ եզրափակչում 5-0 հաշվով հաղթել է ռումինացի Կլաուդիա Նեչիտային։ Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Եկատերինա Սիչևան, Անուշ Գրիգորյանը եւ Սոնա Հարությունյանը։ Ահա, մեկ այլ հայ ազգի աշխարհահռչակ ֆուտբոլիստի անունն էլ այժմ կհնչեցնենք, քանի որ Ինտերը սեփական հարկի տակ հաղթանակ տարավ Մոնցայի նկատմամբ Իտալիայի առաջնության 28-րդ տուրում
հանդիպումներում Ինտերը 3-2 հաշվով հաղթեց Մոցային, հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Բերինդելին եւ Կեյտա Բալդեն, իսկ Ինտերի գոլերը խփեցին Արնաուտովիչը եւ Հական Չալհանօղլուն, եւ նրանցից մեկն էլ Գեորգիոս Կիրիոփուլոսը դարձավ ինքնագոլի հեղինակ, Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը, բայց փոխարինվեց 70-րդ րոպեին։ Էլի խոսում ենք ֆուտբոլից, բայց այս անգամ ֆուտզալից եւ խոսում ենք Հայաստանի ֆուտզալի հավաքականի մասին։ Այս օրերը մեզ համար ինչ-որ հաղթանակի օրեր են եւ շատ հաճելի է դա կարդալ։ Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին մարտի 8-ին արտագնա հանդիպում է անցկացրել Դանիայի ընտրանու հետ եւ մեր հավաքականը հաղթել է 3-1 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլերով աչքի են ընկել Խրոմիխը, Մաշումյանը եւ Սանոսյանը։ UEFA ֆուտզալի Եվրո 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ալբանիան, Դանիան եւ Ղազախստանը։ Առաջին 5 տուրերից հետո ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 13 միավոր եւ գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։ Վերջին տուրում մեր ընտրանին մարտի 12-ին կմրցի Ղազախստանի հետ, որը երկրորդն է աղյուսակում։ Այս հանդիպմանը նույնիսկ ոչ ոքի դեպքում մեր ընտրանին կապահովի առաջին տեղը խմբում։ Շնորհակալ ենք մեր բոլոր մարզիկներին, որոնք բարբերաբար մեծ հպարտության առիթ են տալիս, եւ քանի որ մեկնարկել է կանանց միամսյակը, ասում ենք, որ եթերում շատ ենք խոսելու կանանց, քույրերի, մայրերի մասին, Մարինա, առաջարկում եմ եթերը մայրերին նվիրված մի գեղեցիկ երգով էլ եզրափակել։ Այո, որովհետեւ սա առիթ է եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր մայրիկներին, գուցե հաճախ դա չենք անում, որովհետեւ կարծում ենք, թե ամեն դեպքում ինքնաբերաբար ստացվում է, բայց հաճախ նրանք կարիք ունեն լսելու շնորհակալությունը կամ ինչ-որ ձևով վերաբերմունքի արժանանալու։ Շնորհակալ ենք բոլոր մայրերին եւ շնորհակալ ենք բոլոր մեր ռադիոլսողներին, որ 1.5 ժամ այսօր անցկացրին մեզ հետ։ Ձեզ խաղաղ եւ արդյունավետ աշխատանքային օր եւ շաբաթ ենք մաղթում։ Օրվա լավ շարունակություն, բարձր տրամադրություն, տաղավարում աշխատեցին Մարինա Գրեգը եւ Սևակ Հակոբյանը, կհանդիպենք չորեքշաբթի։ Այո։ Որ անգիր գիտեն հոգիս, որ դժվար պահին են լույս տալիս, ճանապարհիս, կողքիս, բարության մի տիեսերք, որը ինձ համար միշտ գտնում է երկ, դեպի վերելք, մայրիկ, քո սրտում Աստվածն է ապրում, մայրիկ, իմ աշխարհն ես այս աշխարհում, մայրիկ, քո ոտքն է ինձ միշտ պահապան, քո խոսքով ու սիրով անսահման, դու ուժու թևես ինձ տալիս, իմ մայրիկ, իմ չեն հանգչում, դու հավատք, որտեղ տիրոջ մարմին, զուր չեն խաչում, դու սիրտ, որը զգում է ամեն ինչ, ախ կոնե ապրես քեզ համար մի քիչ, դու է փրկիչ, մայրիկ, քո սրտում Աստվածն է ապրում, իմ աշխարհն ես այս աշխարհում, մայրիկ, քո ոտքն է ինձ միշտ պահապան, քո խոսքով ու սիրով անսահման, դու ուժու թևես ինձ տալիս, մայրիկ, քո սրտում Աստվածն է ապրում։ Սուրճ ու սեր առավոտից